Այս աշտարակ Թալին ճանապարհն է, չգիտեմ ով է երթև եկել, ես էլ եմ այսօր առաջի անգամ անցնում այս ճանապարհով, բայց այնց էր տեսարանը, որ ուզեցա եթերում սա ցույց տալ նրանց, ովքեր չեն տեսել սեփական աչքերով։ Այսինքն առանձնապես տեքստ չունեմ, չեմ պատրաստվում շատ բան ասել, որովհետև կարծում եմ տեսարանը ինքը շատ խոսուն է։ Ընդ որում ուզում եմ հիշեցնել, որ Հյուսիսարավ նախագծի մեջ մենք էական փոփոխություններ ենք արել 2018-ից հետո, որովհետև հասկացել ենք, որ եթե ինժեներական եւ կոնստրուկցիոն որոշակի շինանյութերի եւ այլնում փոփոխություն տեղի չունենա, խնդրահարույց իրավիճակներում ենք կանգնելու եւ մեծ հաշվով նաեւ որոշում կայացրեցինք, որ վերին շերտը պետք է ասֆալտ լինի ու կարծում եմ նաև մեր երկրի կլիմայական առանձնահատկությունները հաշվի առնելով ու կարծում եմ դա լիարժեք արդարացված որոշում էր, որովհետև շատ երկրներում, այդ թվում նաև հյուսիսային երկրներում այս նույն լուծումն են տվել։ Այստեղ ելքի առանձին տեղ ունենք, կարծում եմ նույնպես հետաքրքիր է։ Այս կտորը նախկինից մնացած այդ բետոնի կտորն է, որը իհարկե էլի մշակվել է, բայց այնուամենայնիվ ասֆալտի ճանապարհը ավելի հարթ է, քան այս բետոնի հատվածը։ Բայց նաև հիմա այս կտորը լիարժեք արդեն ուժի մեջ է։ Էլի ասում եմ, ես առաջ անգամ եմ երթևեկում, ուղղակի տպավորություն այնքան լավն էր, որ որոշեցի սենց ցույց տամ։ Նրանց, ովքեր չեն տեսել, ովքեր անցել են, իրենք տեսել են։ Այս հատվածը դեռ լիարժեք պատրաստ չի։ Բայց արդեն Երևանից աշտարակ, Երևանից Թալին, հեսա նաև շուտով Երևանից Գյումրի լրիվ ուրիշ վիճակ կունենանք։ Աստեղ դեռ շինարարությունը ավարտվում է, կարող եմ ավարտել եթերը։